Ներել եմ դաժան ծեծը, անմարդկային վերաբերմունքը, բայց չեմ կարողանում ներեմ դավաճանություն։ Այն ինչ կատարվում է իմ տան պատերից ներս, իրավունք չունեն բոլորն իմանան։ Իր այդ ցեղմած ձեռքը ինքը կոտրում էր։ Լիքը կանայք այսօր անցնում են այդ դժոխքով, որովհետև իրանք չունեն աջակցություն։ Ամենամեծ վիրավորանքն է, որ այսօր տղամարդիկ մտածում են, եթե կինը բաժանված է, ուրեմն վсё։ Գիտեք վիրավորականը որն է, որ հենց քո նման կանայք քեզ խելագարի տեղ են դնում, հենց այդ հիվանդանոցում։ Ողջույն, ես Աննան եմ։ Դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում։ Այսօր զրուցելու եմ հերթական ուժեղ կնոջ հետ։ Իմ հյուրն է Զենֆիրա Հովսեփյանը։ Ողջույն Զենֆիրա։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ համաձայնեցիք գալ եւ զրուցել ինձ հետ, որովհետեւ թեման, որի մասին մենք խոսելու ենք, շատ հաճախ մարդիկ չեն ցանկանում բարձրաձայնել, բայց ես ձեզ իսկապես շնորհակալ եմ, քանի որ այն, ինչի մասին խոսելու ենք, բավականին բարդ եւ նաև հետաքրքիր է։ Բայց առաջարկում եմ սկսել սկզբից, որտեղ եք ծնվել եւ ինչպիսին է եղել ձեր մանկությունը։ Ծնվել եմ սովետական միության ժամանակ Էջմիածնի շրջան Գյուղաղավնատուն, ծնողներս արմատներով ապարանից են, մշեցիներ ենք։ Ընտանիքը երիտասարդ ընտանիք, երիտասարդ զույգերի ընտանիքում առաջինեկն եմ, պապաս 21 տարեկան է եղել, որ ծնվել եմ, մամաս 19։ Զենֆիրա, ես գիտեմ, որ բավականին ակտիվ եք եղել եւ այո, ակտիվ եք եւ դա սկսել է մանկությունից եւ երիտասարդության ժամանակահատվածում դուք գյուղում տարբեր գործերով եք զբաղվել։ Տեսեք, ակտիվ եղել եմ բոլոր հարսանիքներին, ընտանեկան միջոցառումներին 3 տարեկանից ես ասմունքել եմ։ Իսկ հետո արդեն եկավ այդ պատերազմական ցուրտ մութ տարիները, բնականաբար ինձ նման շատերը չեն կարողացել ավելի շատ օգտվել կրթական որևիցե կառույցից, ոնց որ հիմա մեր երեխեքն են անում։ Հետո արդեն եկեղեցի եմ գնացել 17-18 տարեկանից, երգչախմբում եմ երգել, հետո մեր թեմի առաջնորդի կողմից առաջարկություն եմ ստացել լինել 7 գյուղերի ծխական համայնքի քարտուղար, կազմակերպել եմ մոտ 1000 ընտանիքների մկրտություն, գյուղում կրոն եմ դասավանդել, թատերական ստուդիա եմ հիմնել։ Այսինքն այդ ակտիվ գործունեությունը ծավալում էիք թատերական ինստիտուտ ընդունվեցիք։ Այո, թատերական ինստիտուտ ընդունվեցի։ Կարող եմ համարձակ ասեմ, որ 2000-ականների առաջին հիմնադիր քարերից մեկը ես եմ եղել, հասարակական գործունեություն ասված, որ սկսեց մեր կյանք արդեն ներգրավվել, հասարակական կազմակերպություններ ստեղծել, եկեղեցասիրած երիտասարդաց միություններ բացվել, առաջիններից մեկն եմ, հիմնադիրներից։ Զենֆիրա, ակտիվ եւ գյուղում եւ ձեր գյուղի հասարակական կյանքում եւ ինստիտուտում եւ 23 տարեկանում որոշեցիք ամուսնանալ։ 22 տարեկանում չորոշեցի, այդպես որոշվեց։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Ապագա ամուսնուս կողմից, անկեղծ ասած, մինչև 22 տարեկան ընկեր ասված, այսինքն սիրահարվել, այդ ինձ համար բացարձակ ոչ ընդունելի է եղել, ոչ էլ հասկացել եմ, այսինքն տղան աղջիկ բացի սովորական ընկերությունից ոնց կարան ուրիշ ձև հարաբերություն։ Այդ իմ համար լրիվ ուրիշ մի բան էր, որ ինձ ոչ հասանելի էր, ոչ էլ ինձ ձգում էր դա, ես էի իմ աշխարհը, այսինքն ես միշտ ընկերությունը ինձ համար իրոք սրբություն է, ու վերաբերվել եմ, կյանքում չեմ դրել, այն համամիտ չեմ, որ ասում են տղա եւ աղջիկ ընկերություն չկա ինձ համար, անձամբ ինձ համար ես ընկերներ ունեմ 30 տարուց ավել ընկերություն եմ անում հետները, բայց ամուսնուս ապագա հանդիպեցի, ինքը Լենինգրադից էր եկել ու մանկության հարևանի տղա։ Ես այդ ժամանակ թատերականում ինստիտուտում էի սովորում, գնացել էի գյուղ արձակուրդ, իմացա, որ ինքն եկել է, գնացի զուտ մենակ շնորհավորելու, որ տուն է եկել։ Մեր շփումը սկսվեց այդպես, բայց որ ասեմ
միանգամից սիրահարվել եմ, չէ, ուղղակի զուտ ինքը տարբերվեց բոլորից, ինձ թվաց Ինչով։ չգիտեմ, ինձ որ ասում էին բանկեր չես ուզում ունենաս, ես կատակի էի տալիս, միշտ ասում եմ, եթե հայտնվի մեկը, ում ներկայությամբ ես կամաչեմ, կլռեմ, ով ինձ կստիպի, որ սուս մնամ, քանի որ ես երբեք սուս մնալ չգիտեմ մեծ բան է, ուրեմն ինքն էլ կլինի իմ կյանքի ուղեկիցը։ Իրա մոտ ստացվեց, հիմարի նման մտածում էի, թե ես իրա կյանք մտա փոխեցի իրան, բայց լրիվ հակառակը ստացվեց, ես դարձա ինքնակամ, ստրուկ, զրկվեցի ամեն ինչից։ Զենֆիրա, ինչքան տևեց ձեր շփումը եւ ոնց առաջարկություն արեց։ Մեկ տարի շփվեցինք։ Հետո արդեն մեզանից գյուղում այդ պտտվող նորությունները, որ Յուրիկն ու Զենֆիրան իրար հետ են, ինչը ստիպեց ինձ ավելի շատ այդ քայլին գնալ, որ papan իմ հետ շատ դաժան վարվեց, ոչ թե բացատրեց, այլ խիստ քայլերի դիմեց, որ դու իր այդ գործ չունես, իր անցյալը այս կոմենքում, ես էլ ինա դնգա, ու այդ զուտ ընկերական շփումը տվեցի ուրիշ տոն բերեցի։ Իհարկե հիմարի նման խորհուրդ չեմ տա, խորհուրդս մեր բոլոր աղջիկներին, կյանքում հատկապես քայլ անելուց առաջ, տղաներին էլ երբեք չշտապեն, զգացմունքներն արտահայտել, պատասխանատվություն վերցնել, հատկապես եթե դու քո տեսակով խոսքի տեր մարդ ես, հաստատ իվնաս քեզ ես անելու։ Զենֆիրա, ես գիտեմ նաև, որ ձեր հայրիկի հետ դուք կոնֆլիկտ ունեիք, որովհետև ինքը իմ մամային թողեց, իրանից 15 տարի փոքր կնոջ հետ կյանքը կապեց։ Ես 18 տարի պապայիս չներեցի, եթե անկեղծ ասեմ, ճիշտ է, իմ պապան կյանքս գտան, որովհետև իմ կյանքի մեծագույն սերը դա պապաս է, որովհետև ես իրեն չափից շատ եմ սիրել։ Մինչև 2015 թվականը, երբ արդեն ես այրի էի, 4 երեխեք ունեի, իմ երեխեք իրենց պապին չէին ճանաչում։ Ես նույն փողոցում ապրել ենք, ես չեմ շփվել, գիտեք, մի օր Տիգրանս 2 տարեկան էր, եկավ ասեց. «Մամա ջան, դու գիտես, ես պապի ունեմ»։ Անունը Աշոտ է, ասի աշկդ լույս լինի, իսկ ես չեմ ճանաչում։ Այսինքն իսկապես ես չեմ չէիք ներում։ Չեմ կարեցել։ Անկեղծ եմ ասում, չեմ կարողանում ներեմ դավաճանություն։ Եվ այսօր որևիցե կերպ չեմ կարողանում հասկանամ այն մարդկանց ու այն կանանց, որոնք հանդուրժում են։ Ես անկառավարելի եմ դառնում, եթե նմանատիպ բան եմ լսում։ Իմ մեջ ամեն ինչ խառնվում է, հասկանում ես, ճիշտ է, ծայրահեղությունից ծայրահեղություն եմ գնում, այսինքն ներել եմ դաժան ծեծը, անմարդկային վերաբերմունքը, դուք ինքներդ եք ասում, ես չեմ հասկանում, դու ոնց ես ներում, բայց չեմ կարողանում ներեմ դավաճանություն։ Ես հասկանում եմ, որ պապայի ֆակտորը, որ ինքը դավաճանել էր, շատ մեծ դեր ունեցավ, որ դուք ընտրեք ձեր ամուսնուն, իմանալով հանդերձ, որ վատ անցյալ ունի, որովհետև նա ձեր հարևանն է։ Քրեական անցյալ ունի։ Այո, քրեական անցյալ ունի։ Հենց քրեական անցյալ չուներ, հենց դրանով էլ ոնց հասկացա ապրում էր։ Այսինքն այդ ամենը իմանալով, գիտակցելով, պապայիցս մուռ հանելով, ես իր հետ ամուսնացա։ Ոնց տեղի ունեցավ դա։ Մենք իրար հետ խոսում էինք, ասեց, հանեց մատանին ու ասեց, ես ուզում եմ, որ ես ու դու ամուսիններ դառնանք, օրինականացնենք։ Ուզում ես, ես չունեմ, ես էլ ումից գամ աղջիկ ձեռքդ խնդրեմ, մամա տա, մամայից խնդրեմ։
Ես էլ ասացի, ես էլ չեմ ուզում ոչ մեկից գազ խնդրես։ Ինքը իմ ձեռքը ինքը ինձանից ինձ առաջարկություն արեց։ Ես առաջարկությունը ընդունեցի ու հետո ելավ ասեց, որ մենք նշանված ենք։ Այսինքն այդ ժամանակ ձեր papan դեմ էր, իսկ Պապան, ոչ միայն պապան, այլ ամբողջ ազգուտակն էր դեմ։ Իրանք բոլորը գիտակցում են ես ում հետ եմ կյանքս կապում։ Ես միջ այդ պատմեցի, չէ, ինչ ակտիվ եմ եղել եւ ինչ հարցեր եմ եղել, անընդհատ թատերականում սովորելու, անընդհատ հեռուստաեթերներում եմ եղել ու իմ հարցազրույցների մեջ եմ եղել ու ինչքան էին իմ ազգը, ամբողջ մեծ ազգը ինձանով հիանում ու հպարտանում ու ես իմ այդ արած քայլով փակեցի բոլոր դռները, բոլորը ինձանից երես թեքեցին, բոլորը, բառիս բուն իմաստով, բոլորը ու իմ կողքը ոչ մեկ չմնաց։ ու որոշեցիք մեկ օրում ամուսնանալ եւ միասին գնացիք Թիֆլիս։ Այո, մեկ օրում մենք որոշեցինք ամուսնանալ ու մեկնեցինք Թիֆլիս։ Թիֆլիս գնացինք ամուսնական ճամփորդության, հենց Թիֆլիսում էլ առաջի ծեծս կերա, որովհետև հանդերձարանում հագուստի խանութում հանդերձարանում ես փորձեցի հագուստս։ Ես անգամ պատկերացում չունեի, որ նաև այդ իրավունքը չունեմ։ Ու ամենադաժանը գիտեք որն էր, որ ինքը այնպես տեղեր էր խփել, որ այդ կապույտը իս մարմինը շատ շուտ է կապտում, չէր երևում։ Շատ խելացի, եթե ես այդ ժամանակ գոնե գիտակցեի կամ գոնե պապայի հետ այդ ֆակտորը չլիներ իմ մեջ, այդ մեծ վիրավորվածությունը չլիներ, ես հանգիստ հետ կգայի։ Այսինքն ձեր ամուսնության հենց սկզբից սկսեց բռնությունը։ Այո։ Զենֆիրա, քիչ առաջ խոսում էիք դավաճանության մասին, որը ոչ մի կերպ չեք հանդուրժում։ Քանի տարի եք դիմացել այդ վիճակին։ 8 տարի։ Եվ առաջին իսկ այդ դեպքից հետո չփոխվեց ձեր վերաբերմունքը։ Եկաք վերադարձ։ Առանց էդ էլ ես չէի гитակցում, սիրում եմ թե չեմ сирում, որովհետև ինքը միշտ ասում էր, ты среди черных белая ворона. Ты такая глупая и невинная. Ты не похожа на всех. Դու միշտ դու չես երկար ձգես իրականությունը դաժանա։ Դու հանի այդ վարդագույն ակնոցներ աչքերիդ, մի նայի բոլոր մարդկանց մի հավասար, քո նման քո արշինով մի չափի, ոչ բոլորն են քեզ նույն ձև ջերմ ընդունում, ոնց դու ես իրանց ընդունում, ես ընդունում եմ, որ կյանքը դաժան է, ընդունում եմ, որ մարդիկ նաև կարան շատ ստոր լինեն, բայց այդ չի նշանակում, որ այսինքն ես էլ պետք է իրանց նման լինեմ, ես էդ էի ուզում ապացուցել, որ անկախ նրանից ով էլ որ լինի իմ դիմաց, ես իրանից լավը չեմ լինի, եթե իրա նման լինեմ։ Ու շատ անտանելի խանդում էր, կամած ինքը ինձանից խլեց իմ ինքնուրույնությունը, իմ ինքնությունը, արդեն ձայնազուրկ, տանից դուրս չէի գալիս ընդհանրապես, ես 8 տարի ամուսնացած եմ եղել, տանից դուրս չեմ եկել, հագել եմ բացարձակ միայն սև շորերի մեջ, երկար, Այսինքն դա նույնպես նրա պահանջներ։ Պահանջներ, պարտադիր, այսինքն ես թևերս այստեղից պետքա չանցներ, դեկոլտե պետքա չլիներ, մակիաժի մասին խոսք լինել չէր կարող, պոչ կապել չէի կարող, մենակ այսպես պետքա սովորական մի հատ ինչ-որ պուչոկ լիներ, անգամ բարձր ծիծաղալը արգելված էր։ Այսինքն երբ ձեր տունը որևէ հյուր էր գալիս, նախ եթե հյուր էին գալիս, այդ մենակ իր ընտանիքի անդամներն էին, օտարները չէին կարա։ Իր շրջապատը շատ մեծ էր, բայց ես շրջապատից ոչ մեկի հետ չեմ շփվել։ Այսինքն որևիցե մեկի առաջ սուրճ կամ ջուր դրած չկամ։ Այդպես բան չկա։ Մենակ 1-2 մոտ ընկեր ունեցել, որ իրանք իրավունք են ունեցել ինձ հետ բարևելու։ Ուղղակի բարևելու։ Ես մի օր նոր տարվա օրով այս թևս ուսս վնասվել է, ես մեռնելուց եմ պրծել, որովհետև իր հորեղբոր թոռը նոր տարուն եկավ մեր տուն, նոր տարին շնորհավորեց, ձեռքս սեղմեց։ Հա, դրանից հետո ձեռքով բարևեց։ Այդ
իր այդ ցեղմած ձեռքը ինքը կոտրում էր, որ քեզ կպել են։ Զենֆիրա, ինչպես կարելի է այդպես ապրել 8 տարի։ Անա ջան, տեսեք, նորից եմ ասում, ես ոչ մեկ չունեի։ Ախպերս բանակում էր ու ես իրան ոչ մի բան չէի կարա պատմեի։ Հետո իմ մոտ ճիշտ է թե սխալ է, ես մի գեշ պրինցիպ ունեմ, որ այն ինչ կատարվում է իմ տան պատերից ներս, իրավունք չունեն բոլորն իմանան։ Ինչ որտեղ ճիշտ է, ինչ որտեղ սխալ է։ Ես այն աղջիկներից չեմ եղել, որ ամեն ինչը զանգեմ մամային ասեմ։ Մամաս եկել է տեսել է մարմինս կապտած է, դեմքս ուռած է, ասել է ինչ է եղել, ասել եմ ընկել եմ։ Գլուխս պտտվավ ընկավ, սիրտս վատացա ընկա, ու մի օր էլ կիսուր կոչեցյալը ինձ ասեց, այս ինվալիդ բանը հիվանդոտին բերեցին, գցեցի մեր ջանին, այս դեբիլին բերին գցին մեր ջանին։ Հենց դա է ուզում հարցնել Զենֆիրա, տանը կար նաև նրա մայրը, որի թեթև ձեռքով ավելի շատ վատ բաներ էր լինում։ Այդ ժամանակ արդեն կար ձեր առաջին աղջիկը։ Հա, աղջիկս կար։ Ես մտածում էի, որ երեխան ծնվի, ինքը 30 տարեկանում նոր առաջինեկներ ունենում։ Երեխան ծնվի, ինչ որ բան իր կյանքում կփոխվի, չարաչար սխալվում էի, ու երեխան ծնվեց ավելի շատ իմ կյանքը փոխելու։ Ես իր հետ սովորեցի, որպես Զենֆիրա մեռա ու որպես մամա վերածնվեցի, ու երևի մինչև այսօր էլ որպես մամա եմ, արդեն իմ մեջ մենակ մայրական ինստինկտն է, ինչքան էլ փորձում եմ նաև որպես վառ անհատականություն Զենֆիրը հանդես գամ, մեկը գերիշխում է մամայությունը։ Այդպես որաբերվում է բոլորին, ոչ միայն իմ երեխաներին, այլ բոլորին։ Զենֆիրա, որքան հաճախ էր ձեր տանը տեղի ունենում այդ բռնությունը եւ հետաքրքիրն այն է, որ եթե ոչ ոք չէր գալիս, ոչ մեկի հետ դուք չէիք շփվում, այսինքն առանձնապես չկար այդ առիթը, ինչից էր ստեղծվում այդ առիթը ձեր հանդեպ բռնություն կիրառելու։ Իր մաման կարողա որոշեր դրսից գարտոն ինչ-որ մի բան ասեր ու այդ հասցներ նրան, որ իր տղան նստեր խմեր ու այդ պատերազմը պատրաստ էր։ Պարտադիր չէր որևիցե մեկի հետ ես շփվեի, կոնֆլիկտ ունենայի։ Գիտեք, երբեմն ես ինձ ինչի չեմ կարողանում ներեմ ու ինձ նման կանանց, որ գոնե պատասխանեի, գոնե լեզու դարձնեի, գոնե կռիվ անեի, գոնե ինքս ինձ պաշտպանեի, որ ասեի, հա, պատճառը տվել եմ, առիթը տվել եմ, ու գոնե այդ կարգի անմարդկային չծեծվեի։ Իսկ չեք մտածում, որ այ հիմա երբ հետ եք նայում, չեք մտածում, որ ուղղակի այդ ժամանակ չունեիք այդ վստահությունը, ինքնավստահությունը եւ դրա համար էլ ոչինչ չեք արել, ուղղակի լուր հնազանդվել եք եւ արել եք այն, ինչ արել եք։ Չունեի ոչ թե վստահություն, այլ պաշտպանվածություն, չունեի կողքից գոնե մեկը խրատեր, ես ոնց ինձ պահեի։ Ոչ մեկ չունեի, ես անփորձ էի ընդամենը 20, ես ասեցի, չէ, ես ինքս ակտիվիստ եղել եմ, բայց ես երբևէ հարաբերությունների մեջ, կին տղամարդ հարաբերությունների ընդհանրապես փորձ չեմ ունեցել։ Ես անգամ չեմ իմացել հարս եմ գն։ Ես անգամ կներեք, որ ասում եմ, բայց ես չեմ իմացել իմ երեխան առաջնեկ պիտի ծնվեր, ես չգիտեի ոնց էր ծնվելու։ Ես 23 տարեկանում ամուսնացել եմ, բայց ես չեմ իմացել, որ համբյուրվում են, համբյուրվելուց հետո ուրիշ բաներ են լինում, որ հղիանում են։ Այսինքն դուք բացարձակապես գաղափար չեմ ունեցել, ինչ բան ընդհանրապես բացի ընկերությունից կին տղամարդ հարաբերությունը եւ որն էլ իմ կյանքը դարձրեց դժոխք։ Այսինքն եթե մեր մամաները մեզ սովորացնեն, որ աղջիկը ոչ միայն պետքա էշի պես ենթարկվի, հուլ հնազանդ, այլ նաեւ այդ աղջիկը կինա դառնալու, մայրա դառնալու, ինքն իրեն պաշտպանել սովորի, ինձ թվում է ինձ նման հիմարները քիչ կլինեն։
կներեք, որ ճիշտ եմ ասում, բայց այդ մենք հենց այդ ենք։ Զենֆիրա, ես պատահական չտվեցի այս հարցը, որովհետև մենք մի անգամ արդեն անդրադարձել ենք ընտանեկան բռնության թեմային եւ մեկնաբանություններում շատ շատերը մեղադրում են, թե ինչու եք դուք այդքան տարի դիմացել ձեր բռնարար ամուսնու հետ։ Եվ ես ուզում եի պարզապես անցկացնեի այդ գծերը, որ պարզ լինի, որ երբ որ մարդը լինում է միայնակ այդ ամենի մեջ։ Ինքան հեշտ է մեղադրելը, որ ինչ ես մնացել։ Իսկ կներես, եթե դու ոչ միտեղ չունես գնալու։ Հիմա երբ Facebook-ում գրում են փակ խմբերում, որ ես տեղ չունեմ գնալու կամ գրում են տիկին Զենֆիրա, ես անցնում եմ դրա միջով, ես տեղ չունեմ գնալու, ոնց որ երմանջուրը լցնեմ գլխիս։ Կամ որ մեծ ասում պետք չի ապրես այդքան հեշտ է, գնաս երեխեքիդ առնես փեշից, ուր գնաս։ Եթե դու քո ամուսինն ասում անենց կանեմ, որ դու կդառնաս բոլորի ձեռքի խաղալիքը ու դու փորձ չունես, պաշտպան չունես, չկա մեկը որ գա ձեռը բռնի, ասի անասուն ինքը անտեր չի։ Լիքը կանայք այսօր անցնում են այդ դժողքով, որովհետև իրանք չունեն աջակցություն, իրանք չունեն պաշտպանություն, իրանք գիտեն, որ գնացել են իրանց էտա ուրիշ, որտեվ իրանց մեծ խոսացող ծնողներն ասում են, մեռնես էլ այս տնից դիակը դուրս կգա, բայց դու դուրս չես գա։ Այսինքն եթե քո առաջ բոլոր բادرները փակա, դու գնացել ես պիտի ապրես, որտեվ քեզը տենց են ասել, ես գյուղում եի ապրում, ուր պիտի գնայի։ Ով պիտի ինձ պաշտպաներ, եթե հարևանը գալիս էր ասում էր այդքան անինքնասեր ես, որ ապրում ես։ Էս հիմա է որ նորմալ է բաժանված կանայք, կինը բաժանված կինը, էդի նորմալ է, այդ օքեյ է որ կարա կինը դառնա ու պարտադիր չի որ կներեք արտահայտությանը սրա նրա այդ քարշ գա որ կարողանա ապրի։ Իսկ մեր ժամանակ եթե բաժանված էր, բոլորը իրան կարմիր գծի մեջ էին վերցնում։ Այդ ամենադաժան, անմարդկային մոտեցումը կնոջը։ Ամենամեծ վիրավորանքն է, որ այսօր տղամարդիկ մտածում են, եթե կինը բաժանված է, ուրեմն վсё, ճանապարհը բաց է, չարաչար սխալվում են։ Զենֆիրա, ես լիովին կիսում եմ ձեր կարծիքը եւ շատ լավ հասկանում եմ ինչի մասին եք խոսում։ Եվ մեր տեսանյութի մեկնաբանություններում շատ կանայք են գրել, ազատուհու մասին է խոսքը, շատ կանայք են գրել, երբ որ պատմվում է այս պատմությունը, ես հիշում եմ իմ կյանքը, այսինքն այս թեման անընդհատ կա։ Այսօր չեն խոսում, բայց մեր կանանց ցավոք սրտի 90%-ը անցել է դժողքով։ Գիտեք, ես մի ծնող ունեմ, 65 տարեկան է, Արցախցի է, մի բան պատմեմ, ինչ ասեց, ասում է, երբ որ ես նշանված էի, բարձրագույն ավարտ, կայացած կին է, աղջիկ էի, ինձ ասում է բերեցին, նշան դրեցին, գնացինք, ինձ շորը առնելու, ասեցի, ես ես եմ ուզում, ասում է կիսուրս, ասեց չկա տես բան, ասում է եկա, ասեցի պապա, ինչ կլինի, ես ես տուն չեմ գնա հարց, չեմ ուզում, խնդրում եմ, չեմ ուզում, ասում է պապաս ասեց, մամա ես այդ էր մնում պակաս դու բաժանվեիր, ու ասում է ապրում է այդ ամուսնու հետ, 8 երեխա ունենում է 21 թվականին, պատկերացրա քանի տա 65 տարեկան է, մեծ երեխան 45 տարեկան, իմ տարիքի 40 տարեկան, ու ասում է 21 թվականին ես որ տվեցի դատարան բաժանվեցի, ճիշտ է ասում է մահացավ ես, հիվանդացավ ես պահեցի, բայց այնքան թեթև էի զգում, որ ես վերջապես կյանքիս նպատակն իրականացրեցի, ես իրանից բաժանվեցի, ու երբ ասում է ծանր հիվանդացա վիրահատվեցի, ինքը գլուխ ինձ թողեց ծանր ցուրտ տան մեջ գնաց, ասում է ես տվեցի դատարան բաժանվեցի։ Տեսեք ու ինչքան կանայք են այդ ցավը իրանց հետ գերեզման տանում։ Զենֆիրա, ինչևէ այս բոլոր դաժան իրադարձություններից հետո դուք ունեցաք ձեր երկրորդ բալիկը, որը ծնվեց անկեղծ եմ ասում, ահա, մայրամիկս ծնվեց խնդրով, որովհետև ամբողջ հղիությունը սկզբից մինչև էր ստրես էր, դաժան էր, ու ամենադաժանը գիտես որն էր, որ սկեսուր կոչեցյալը գիտակցաբար շանտաժ էր անում, որ չպետք ունենաս, ասեցի էդ էր իմ կյանքի հետ դուք կարաք վարվեք ոնց ուզում եք, բայց դուք չեք որոշի, ես երեխա ուզում եմ ունենամ,
թե չէ այդ ես եմ բերողը, ու ինքն ամեն ինչ անում էր, որ աղբերս եկավ տեսավ, թե ես ինչ վիճակում եմ, ասեց հելի գնում ենք, ու ես էլի չգնացի, մնացի։ Այդ մի միջադեպն է եղել, որ աղբերս տեսել է իմ կյանքում։ Այսինքն բռնությունը նույնիսկ խի ժամանակ է շարունակում։ Ինքը մայրամիկի ժամանակ ինքը նստած էր գաղութում, դեպք եղավ, միջադեպք եղավ, իրան դանակով խփեցին, բայց քանի որ ինքը ծանր հանցագործության համար արդեն Ռուսաստանում նստած էր, այստեղ իրան մեղավոր հանեցին, թեպետ ինքը իրականում մեղավոր չէր, բայց իրան հանեցին ու անսպասելի իրան կալանավորեցին։ Ես էլ հիմարի պես 3 տարի դատը այնքան բողոքեցի, տարբեր տեղեր այնքան դիմեցի, որ տարի ու կես նստեցին, տարի ու կես հետո դուրս եկավ ու կյանքս գնաց ավելի դաժան դժոխքում, արդեն 2 երեխա փեշիցս կախած, փախնում էի, պահկվում էի, թե ոնց պիտի անի ու մտածում էի հիվանդ երեխես, այս մի էտապն էլ անցնի, որ հանկարծ չմեռնեմ, մայրամիկիս տանեմ բուժման ու քրիստոնյա լինելով հանդերձ ինձանից կտրականապես արգելել է ինքնասպան լինելու մասին ու մտածում եմ, եթե ես մեռնեմ, բայ իմ երեխեքը որ ոնց են մնալու։ Ու գիտեք վիրավորականը որն է, որ հենց քո նման կանայք քեզ խելագարի տեղ են դնում, հենց այդ հիվանդանոցում, այս խփնվածն ով է։ Տարիքս շատ մեծ էր երևում, իսկ ինքը ջահել տղա էր երևում, ինձանից թեպետ 6 տարի մեծ էր։ Ասում էին այս խփնվածին նայի, թե սրա բախտը ոնց է վերել, իրանից փոքր տղա է հարել, իրանի այդքան սիրուն երեխեք ունի, նույնպես շատ խելացի էր։ Մեծ աղջիկը ձեր։ Ինձ օգնում էր երեխուն պահում էր ու պալատի կողքով որ անցա լսեցի թե այդ կանայք ոնց են խոսում իրանց նման կնոջ մասին, մտել եմ ու սենց շորերս բարձրացեցի, ասի ես ուզում եմ որ յուրաքանչյուրս գա իր մաշկի վրա, որտեվ ամբողջ մարմինս էր կապտուկներով ու սևացած։ Ձեռքերս երկուսն էլ վնասված էր, ես չէի կարողանում լվացք անել ու իմ ուշքում միտքը մենակ մայրամիկին հիվանդանոց հասցնել էր, ինչ չէր հետաքրքրում, որ իմ երեխու շորերը կեղտոտ կլինի։ Կարևոր իրան հասցնեի հիվանդանոց, որ այդ 2 ամիս հետո բուժում նստանա, որ հանկարծ ինքը չմնա ինվալիդ։ Ու մի օր պատկերացնում ես վեր է բաժնի վարիչը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի 4-րդ հարկի մանկականի բաժնի վարիչը այնքան մեծամիտ էր ինձ վերաբերվում, ասում էր գիտեք ուրիշ տեղեր էլ հիվանդանոց կա, ասեցի ես իմ բժշկու խաթր Սարի գլխին կգնամ, դուք չպետք է ասեք ես գամ այստեղ թե չգամ։ Ինքը երեխա չուներ ու չէր էլ հասկանում այն մոր ցավը, որ մենակ էր։ Իրանց համար մի հատ անշուք 25 տարեկան, բայց անշուք ոչ մի բանի, ոչ մի կյանք չունեցող մի հատ կին էր, որը ոչ նորմալ հագու կապ ուներ, ոչ էլ երեխեքին էր կարում հագցնել, որ ձեռքերս կոտրված էին, ես չէի կարող ասեի, որ իմ ձեռքերը կոտրված են, ես լվացք չեմ կարողանում անեմ, ինձ չեն տալիս այդ հնարավորությունը, որ ես լվացք անեմ։ Իմ ուշքում միտքը, որ իմ երեխեն բուժում ստանա, թեկուզ թող կեղտոտ շորեր լինի հագ։ Ու տենց տարիներ, մինչև որ մի օր հիվանդանոցում էի, այսօրվա պես հիշում եմ, որ եկան ասեցին բոլորդ գնացեք պալատները, գալիս է ամենա հիվանդանոցի բարերարը, իտալացիներ էին, Ամերիկայից եկած հյուրեր են, արագ մտեք պալատները, որպեսզի Մինասյանը շքախմբով անցնի։ Ես երեխուս հետ, 2 երեխու հետ արդեն իմ բժշկուհին չգիտեմ հիմա ինքը ողջ է թե չէ, Լիզա Ալեքսեևնա Կրակովեցկայան, այն ամեն ինչ ա եղել իմ համար, ամեն ինչ, ինձ հետ հավասար լաց է եղել, իմանալով կյանքիս պատմությունը ինքը ամեն ձև պայքարում էր, որ ես երեխու հետ բուժվեի ու բուժվելա 10 լումա չի վերցրել, 10 լումա ես բժշկուհուն չեմ տվել։ Ու երբ բաժնի գլխավոր բժիշկ ու տարբեր բաժանմունքներից այդ հյուրերի հետ եկան, մոտ մի 10 հոգի են, պալատի դուռը բացեցին, իրանց հենց պատմավոր հյուրը
Իսկ տեսավ ասեց Զեփյուր, դու հոս ինչ գործ ունիս։ Ճանաչեց ձեզ։ Ասեցի Տերայր, երեխու հետ պարկած եմ։ Տերայր էս բոլորի երեսին դուռը փակեց ու մտավ ինձ հետ պալատ։ Ասինչ վիճակ է, ես չկարեցա բան ասեի։ Իրանք էժամ սպասում են, Տերայր իմ պալատում ենք խոսում ենք, դուրս եկանք, իրանք ամբողջ խմբով հասել են Ունդեղ խառնված են, էսով ա մեր հիվանդանոցում, որ մեր պատվավոր հյուրն եկել է, Մինասյանն է հարցնում եւ Ռուզանան բժշկուհի չի իմանում, այդ խփնված էին որտեղից գտան։ Ու ես մինչեւ իրան ճանապարհում եմ, ինքը մոտենում ասում է, «Դու գիտեք ով է ձեզ մոտ»։ Անորը բոլորը գճանչնան։ Հետո արդեն բաժնիվարիչը, տնտեսվարը, բուժող բժիշկները տարան ձեռքերս, ռենտգեն դրեցին, ու ասում էի, պարտադիր չի, որ անցյալից ինչ-որ մեկը գա։ Ես էլ ձեզ նման կին եմ, ու ինձ նման լիքը կանայք կան։ Զենֆիրա, ամեն դեպքում որոշեցիք, որ պիտի վերջ տալ դրան։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Ճիշտն ասած, մեզ մոտ հիվանդանոցում եկան մեր էլի եկեղեցու հավատացյալ քույրերից, իր հետ եկել էր հոգեբան, ու երբ ես չգիտեմ ինչի սիրտս լցվավ իր հետ կիսվեցի, քնարի քույրիկի հետ, ինքն ասեց, գիտես, որ կա կանանց իրավունքների կենտրոն։ Ինքը արագ բերեց, Արմինեի հետ ծանոթացրեց հոգեբան կանանց իրավունքների կենտրոն, Տիկին Սուսաննա Վարդանյանը, որ կա, ու արագ իրանք կազմակերպեցին իմ տեղափոխումը ապաստարան, 2 երեխու հետ։ Իհարկե այն ժամանակ ամուսինս չիմացավ, որ ես ուր եմ գնում, բժշկուհի Լեսիա Ալեքսեևնայի օգնությամբ ես հիվանդանոցից դուրս գրվեցի ավելի շուտ, իրան ավելի ուշ է 2 օր ասել, որ ուշ պիտի գար իմ հետևից, ու մենք փախանք հիվանդանոցից երեխեքի հետ։ Փախանք երեխեքի հետ հիվանդանոցից, ինձ բերեցին ապաստարան, այստեղ 3 ամիս մնացի, գիշեր ցերեկ ինձ հետ հոգեբաններ են աշխատել, որ ես ուշքի եմ եկել, խելքի եմ եկել։ Մայրամիկը չէր քայլում, չէր խոսում, մենակ Նոյեմս էր, իրանք կյանքում չեմ մոռանա Սուսաննա Վարդանյանի արածը, իրանց աջակցման կենտրոնի արածը, այդ մեծ ահռելի մեծ, այսօր որ ինչ կամ, նաև իրանց աշխատանքի շնորհիվ եմ։ Հետո որոշեցին, որ նախ ոչ մեկի հետ կապ չունեի, 2006 թվականի հոկտեմբերից ես գտնվել եմ կենտրոնում, ոչ մեկի հետ կապ չեմ ունեցել, մենակ իմ հոգևոր ծնողներիս հետ, որոնք ֆինանսապես միշտ աջակցել են, երեխեքի հետ օգնել են։ Հետո արդեն գնացինք, տեղափոխվեցինք Գյումրի, որովհետև այստեղ ապաստարանում չէի կարա երկար մնալ, այդպես թույլ չէր տրվում։ Գյումրիի ապաստարանում գնացի, արդեն անունս փոխած Հեղինե։ Ինչքան մնացի Գյումրիում։ Մոտավորապես 1 տարի մնացինք, որից հետո պատահական թե ինչ մտքովս անցավ, զանգեցի մամայիս, բայց պարզվեց աղբերս վերցրեց ու այդ աղբերս էլ հենց իր կողքն էր։ Ինքը նկարագրել է լրիվ ուրիշ ձև, բայց քանի որ մինչև էդ էլ ինքը շանտաժ էր անում, որ աղբորդ ցինկվի կբերեն, ես շատ է դրա համար է իր կողքը մնում, որ շանտաժ էր անում, ունեի չունեի այդ 1.4 աղբերն ունեի ու իրան ես ինչ չէի ների, որ իրանի պատճառով վնասեն։ Սևակս ասեց, քուր ասեց, ես չեմ ուզում վիզը ծուռ մնա, խելքի ա եկել, հասկացել ա, Հավատացել էր ու ինքն էլ իր կողքն էր։ Ես հո գիտեի, չէի կարա փակագծերը բացեի, Մայրամարգը Նոյեմիկիս հետ ճիշտ է 4 տարեկան էր, բայց ես իր հետ քննարկեցի, ասեցի մամ, բալես, կուզես պապայի հետ իրար հետ միանանք, ասես մամա, բոլորին էլ երկրորդ շանս հնարավորություն ունեն ստանալու, 4 տարեկան, ասեցի եթե ուզում ես, որ մենք պապայի հետ մեծանանք, որովհետև իրանք պարտեզ էին գնում, բոլորի հետևից պապաները գնում էին, մենակ իրանք էին սպասում, մաման մինչև
գործից դուրս գա, տաներ իրանց հասցներ տուն։ Մտնում ենք տուն, ոչ միտեղ չեն գնում, ես վախենում էի, երկու աղջիկ երեխու հետ ինքս մենակ օտար քաղաքում, հա։ Մի խոսքով որոշեցիք հետ վերադառնալ ձեր դժոխք։ Որոշեցի, որ նորից հետ գնամ, բայց բան չփոխվեց, չէ, եղավ այն, որ Տիգրանս ու Պավելս ծնվեցին։ Ունեցաք 4 բալիկ։ Ունեցա 4 բալիկ, բայց վիճակը նույնն էր։ Վիճակը բան չփոխվեց, ուղղակի մի քիչ ինտենսիվությունը ծեծերի դադարը փոքրացավ, ավելի դաժանան մարդկային էս թևս ոլորեց, միջ ես պրոֆեսիոնալ խոհարար եմ, չեմ կարողանում աշխատեմ, որտեվ արդեն 15 տարի թևս վնասված է, անգամ իրա մահանալուց իմ մարմինը կապտուկներով էր ու թևս էլ ոլորած էր։ Իրա մահանալուց առաջ թևս ոլորած ինքն եկավ, որ ինձ տեղ տվեց, հետո իմացա, որ այդ ծանր հոգեմետ քնաբեր դեղ էր, չլիներ իր աղբոր աղջիկը, ես էլ չէի լինի, որտեվ երեխեն ինքը, որ այդ դեղը թեպետ թքեցի, ինքը որտեվ ձեռով պահել էր, որ հելավ հարբած էր, չէր հասկանում ինչ էր անում, հելավ այդ դեղերը թքեցի, երեխեն շատ ջուր խմացրեց, ու մինչև խորը անջատվելս ես իրա լացն եմ հիշում, որ ասում էր ես որբ եմ մեծացել, թող իմ աղբերներն ու քրերը չմեծանան, սկորի կանչի, ինքն էլ 6-րդ դասարան, իսկ իրա տատին ասում էր ինքն արդեն մեռել է, եթե սկորի կանչենք, իմ տղային կտանեն կբռնեն, ինքն էլ գոռում էր, ասում էր գրողի ծոցին չեմ բռնի, բայց ես իմ պուճուր այն ժամանակ Պավելս 8 ամսական էր, իրանք որփիմ նման մնան, առանց հեր մնան, դուք ես ուզում, ու էլ չեմ հիշում, ու ես որ այսօր կամ նաև Ալինայի ճիշտ է իրանց հետ կապ չունեմ, բայց կյանքում չեմ մոռանա այդ արած քայլը, որ 6-րդ դասարանի երեխա, ինքն իմ կյանքը բառից բունի իմաստով փրկեց, որովհետև շատ ջուր էին խմացրել, որպեսզի ծանր ազդեցությունը դեղերի իմ օրգանիզմից դուրս գա։ Այդ ձև փրկվեցի, բայց վերջնական փրկվեցիք, կարող եմ այսպես ասել, երբ նա մահացավ։ Գիտեք, ամենադաժանը որն էր, որ չնայած իմ հետ էր ամենածանր բռնությունը կատարվում, ինքը վատ մարդ չէր շրջապատի համար, բայց երբ որ մահացավ, ինձ ասում էին ջանդ դինջացավ, ես իրոք վատ էի զգում, որտեղ վերջի երիտասարդ մարդ էր մահացել։ Իրա մահանալուց հետո իրա մաման ու իրա քուրիկները որոշեցին, որ ինձ տնից հանեն գցեն դուրս 4 երեխեքիս հետ, ու ես այդ տնից իմ երեխեքի հետ թողեցի, իմ երեխեքի շորերը վերցրեցի ու դուրս եկա։ Ու տենց ակա արդեն վարձով ապրեցի, Էջմիածնում երեխեքի հետ տեղափոխվեցինք, մտանք, աշխատեցի, նորից ես ինձ մոխրի ցառա։ 7 տարի հետո արդեն իմ տունը ունեի, իմ երեխեքը շատ լավ սովորում էին արվեստի մեջ, թեպետ ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, բայց չշարունակեցի արդեն պարզ պատճառներով, բայց իմ երեխեքը արվեստի մեջ պրոֆեսիոնալ երգ, նկարչություն, կավագործություն։ Ձեր տղաները հիմա դրսում սովորում են, բացարձակ գերազանցիկներ են, մեդալակիրներ են, աղջիկս արվեստագետ է, նկարչուհի, դիզայներ, վերջում ստեղծեց իր բրենդը, մի մոմերի ամբողջության բրենդը 0-ից մասնակցեց ցուցահանդեսի, աղջիկս որպես նկարչուհի էլի ցուցահանդեսի, ասեմ ավելին, մանկուց հաշվանդամություն ունեցող իմ աղջիկը հիմա թատրոնը հաճախում է երջանկության ճանապարհ բարեգործական ընկերությունը հաշվանդամների համար նախատեսված առաջի եւ միակ թատերական ստուդիան, որ թատրոնում խաղում է իմ աղջիկը, որպես դերասանուհի, չնայած որ կարդալ տառաճանաչ, բայց գրաճանաչ չի, բայց կարողանում է խաղալ, փառատոների են մասնակցում, այսինքն հաշվանդամները ապրում են լիարժեք կյանքով, ինքնուրույն կյանքով։ Զենֆիռա, մինչ շարունակությունը, մինչ ձեր կյանքի արկածային երկրորդ հատվածին անցնելը, ուզում եմ մի հարց տալ։ Երբևէ մտածել եք, թե ինչու դա ձեզ հետ տեղի ունեցավ եւ ներել եք արդյոք ձեր նախկին ամուսնուն։ Ներել եմ։
Հետաքրքիր է, պապայից չեմ ներել, բայց իրա ներել եմ։ Որովհետև երբ դու չափահաս ես, երբ դու անցնում ես կյանքում էտապներ, պիտի պատասխանատվություն ունենաս։ Իսկ ծնողը, եթե դու մանկատուն չես գցում քո երեխուն, դու պարտավոր ես իրան կյանքի դասերը առաջին հերթին սովորացնես։ Մանկատան երեխեն, երբ որ ինքն իրա վրա է մենակույսը դնում, ինքն իրան ստիպում է այս կյանքի դպրոցն անցնել գերազանց, իսկ մեզ նման փափուկ մեծացած փափկասուները չեն կարողանում, իրանց կյանքն է շատ դաժան լինում, որ կոտրվում են, որ առաջ չեն գնում, որ կործանվում են։ Իմ հորդորն է բոլոր ծնողներին, եթե դուք ձեր երեխեքին պահելու եք, ձևի համար մի պահեք։ Հիշեք, որ չափից շատ սերը դա խանգարում է եւ չափից շատ անտարբերությունը եւս կործանում է։ Ծայրահեղությունից ծայրահեղություն մի եղեք։ Նախ տղամարդկանց տղաներին մեծացրեք կնամեծար, անկախ նրանից կինը ով է իրա դիմաց, ինչ դաստիարակություն ունի այդ կինը, նախ ինքը կինը։ Այս կանայք նույնպես մորից են ծնվում, որ ձեր տուն հարս են գալիս։ Բարի եղեք, ճիշտ դաստիարակեք ձեր երեխեքին։ Զենֆիրա, ուզում եմ հիմա մի փոքր անցնենք Վարդանին։ Այո, ձեր կյանքի երկրորդ этаպին, որտեղ դուք հանդիպեցիք ձեր երկրորդ ամուսնուն։ Եվ ունեցաք եւս երկու բալիկ, այսինքն դուք ունեք 6 երեխա։ Ես մի հարց ունեմ։ Ասա։ Ինչպես կարող է կինը նման դաժան կյանքից հետո հավատալ որևէ տղամարդու։ Ես դա պարզապես չեմ պատկերացնում։ Անկեղծ ասեմ, էդի Վարդանից է գալիս։ Գիտեք, իրա տեսակն այնքան վստահություն ներշնչեց, որ ես իրան հավատացի։ Նախ իրա անցած ճանապարհը, իրա մարդ տեսակը, իրա անկեղծ այն աբարանցու չոր կողերը, ինքն էլ աբարանցի, բայց երկար տարիներ Ռուսաստանում ապրել։ Իրա այդ անմիջականությունը մենք ասեմ ավելին, մենք ծանոթացել ենք հուլիսի 11-ին 2017 թվականի, ամուսնացել ենք 2017 թվականի հուլիսի 15-ին, ինքն ինձ առաջարկություն արել է հուլիսի 14-ին։ Այսինքն մի քանի օրվա մեջ։ Ազիջան, 3 օր։ 3 օր։ Մենք ոչ ժամադրվել ենք, ոչ իրար հետ տեղ են գնացել ու ասմիցի ծաղալու դեպք 38 տարեկան եմ, ոչ ժամո, մամո, տես բան չկա, ու գիտես, եկել եմ մորքրենցս տուն, SMS-ով գրվում ենք, ինքն ինձ առաջարկություն արել է արդեն, Սուրբ Մշեց եկեղեցի կա, ասեց գնանք, որ ընդհանուր ծանոթներ ունենք, որ մենք իրար հանդիպեցինք, իրար չենք ճանաչում։ Գնանք այդտեղ Սուրբ կա, ասեցի լավ, դու գնա քո մուրազետևից 40 տարեկան մեկ ես ամուսնացած չես, ես էլ իմ երեխեքի համար։ Բա չես ուզում ամուսնանաս, ասի չէ, հա, ով է գժվել 4 երեխու հետ։ Իրանց երեխեքին չեն պահում, հետն էլ հաշվանդամ երեխա, գան ընկնեն այդ հոգսի տակ, հետո ասեցի Վարդան ջան, я не легкая десятка։ Ասի դու ամեն մարդ իմ հետ յոլա չի գնա։ Ես իմ մոտ ընկերներն ասում են 50 երեխա պահենք, բայց քո հետ մի ժամ չապրենք։ Ով էլ որ քո հետ ամուսնանա, ճակատը պաչելու եմ, որ ինքն այդքան լուրջ քայլ է գնում։ Ասում է ախպեր, հույսով սպասի թե պիտի ճակատը։ Ես ոչ մեկ էլ չեմ ուզում։ Ու հետաքրքիր է, գնացինք այդ Սուրբ մոմը վառեցինք ու ինքն ինձ առաջարկություն արեց։ Ես մինչև այսօր չգիտեմ, խի իրան ընդունեցի ու խի ասեցի այո, բայց ես իրան ասեցի կյանքում իմ ու իմ երեխեքի մեջ չկանգնես։ Ինքն ասեց կփորձեմ հնարավորինս լավ պապա լինեմ։ Այն դեպքում, որ 41 տարեկան էր, ինքը չգիտեր այդ պապան ոնց է գրվում։ Ուր մնար պապա լիներ։ Սենֆիրա, իսկ իրեն հարցրել եք ինչու տենց 3 Ախր օրում։ ես էլ չեմ հասկանում։ Չէ, 3 օրում ինչու որոշեց ձեզ առաջ։ Ախր ինքն գիտես ինչ է ասում, ասում եմ նախ ինքը չի սիրում այտենց ճոխ շռայլ խոսքեր ասի սիրելու մասին, ասում եմ Վարդան, բայց ինչը ստիպեց քեզ էլի, ասում եմ որովհետև կյանքիս մեջ այդքան կին էր եղել իմ կյանքում երազից չէի տեսել, որ ես քո հետ ծանոթանամ ու երազից տեսնեմ,
ես չէի պատկերացնում։ Պատկերացնում եք, ես լրիվ անլուրջ վերաբերվել եմ, չէի պատկերացնում, ասում հիմա որ ասում Վարդան, գիտես դու հուլիսի 15-ի առավոտը քնիցը թելար, գիտեի որ իրիկունը փսակվելու, ասում եմ չէ։ Այսինքն ինքն էլ չի ոնց որ ամեն ինչ եղել է պահի ազդեցության տակ։ Այդ օրը ոնց իրար հետ որոշեցիք։ Ես պիտի ապարանից գայի տուն, ինքն եկավ ճանապարհելու, ասում եմ շեկ եմ ու ցավոք սրտի ինձ հայտեղ չեն դնում։ Այս ապարանցիներն էլ մտածում են թազը ծիտա երևաց է ռուսեր, ես կողքերս ֆռում էին։ Ինքն էլ նստեց տաքսին վերցեց, նստեց եկավ ու քանի որ տաքսիստը ապարանցի էր իմ տան տեղն իմացավ, եկավ ու էլ չգնաց։ Բոլորին ասեց մենք ամուսնացել ենք։ Հենց այդ օրը։ Հենց այդ օրը։ Всё, ամուսնացանք ու վերջ։ Ու ասենք հետաքրքիրն է, որ ինքը մենակ իմ տղայից ձեռքս խնդրեց, իմ Տիգրանից։ Զանգեց Տիգրանից, ասեց ու Նոեմից, որ ես ձեր մամային սիրում եմ, ուզում եմ իր հետ կյանք կապեմ։ Տիգրանն էլ ասեց ինքը մեր տան փոքրն է։ Մամաս մեր տան փոքրն է։ Եթե դու պատրաստ ես, որ իմ մամայից պահես ոնց որ փոքրի, այսինքն իր կապրիզները տանես, ինքը ոնց ուզի դու տենց անես, ուրեմն ես մենակ ուրախ կլինեմ։ Պարտադիր չի ասես մեզ սիրես, դու որ մամայից սիրես, մեզ էլ կսիրես։ Իսկ ես հակառակն եմ ասում, որ երեխեքիս սիրես, ինչ չսիրես, ոչինչ։ Կարևորը երեխեքիս համար լավ պապա լինես։ Քանի տարի է արդեն միասին եք։ Արդեն 9 տարի ունեք 2 երեխա։ Ունեք 2 եւս 2 երեխա, արդեն 6 երեխա։ Ու ասեմ մեր շրջապատում բոլորը գիտեն, որ Վարդանը իմ երկրորդ ամուսինն է, բայց թե քանի երեխեն են իրան, թե քանիսը ինձ ոչ մեկ չգիտեն։ Որտեւ ինքը բոլորին է ասում իմն են երեխեքը։ Զենֆիրա հիմա երջանիկ եք։ Շատ, որովհետեւ կամ եք ում հետ ջիգարով կռվում եք, ինչ ուզես իրար ասում, այն որ գժվում ես, ինչ ձենես, որ ես էլ բարձր եմ սոպրանո, ինչ ասես ասում ենք, ինչ ասես, իսկ կիսուրս ասում է, բան, այն սկզբից ճնշումս բարձրանում էր, բայց հիմա էլ ձեն չեմ անում, սովորել եմ ձեր կռիվներին։ Ես որ իր համար կյանքս կտամ, ինքն էլ նույնը իմ համար, ինքն իմ ընկերն է։ Տեսեք, այսօր 99% տղամարդիկ բաժանված այրի կնոջ ընկեր լինում են, զուգընկեր կներեք, բայց երբեք իրաց նեղություն չեն տա, որ այդ կնոջ հոգսը վերցնեն իր վրա, երեխաներին հայր լինեն։ Իսկ ինքն եկավ ինքնակամ չգիտակցելով այդ ծանրությունը, բայց վերցրեց իր տակ, պատվով տարավ ու պատվով տանում է։ Որ տունը կռիվ ենք անում, Տիգրանին ասում եմ, զանգում եմ, ասում սաղ դու ես մեղավոր, ինձ չէիր փսակում, ես չէի ուզում փսակվեի, ասում եմ մամա, հələ հիմա հանգստացել ես, ասում եմ, հաս մամ, բոլոր ընտանիքներում վեճ լինում է, բայց մեկը ես չեմ փոշմանել, որ Վարդանը մեր պապան է։ Ու ամենազավեշտը որն է, որ մենք ապարանից եկել ենք, Մայրամիկս ասացի չէ, որ խնդիր ունի, ասում էր ուղա գնացինք ապարան, մեզ համար թազա պապա աղանք եկանք։ Ես շատ եմ ուզում, որ Վարդանի տեսակը շատանա տղամարդկանց մեջ։ Տեսեք ինքը ոչ միայն ուղակի այդ երեխեքին վերցրեց, այլ նաև 4 էր, որից մեկը հաշվանդամբ։ Այո։ Ինքը ստրեսներ տարավ, այսինքն այն որ ինքը մենք նոր պիտի իրար ճանաչեինք, մենակ լինեինք, ճիշտ է, երեխեքը երեքը դրսում էին սովորում այրամը, բայց այդ ամեն ինչը մենք անցանք իրար հետ պատվով։ Իրոք ձեռքի ուսուսի, այսօր ինչ միտք եկավ, որ ես ուզում եմ իրականացնեմ, ասում եմ խնդիր չունես։ Գնա, արա։ Այսինքն ձեր կյանքը հիմա լրիվ տարբերվում է ձեր նախորդ կյանքից եւ դուք ձեզ լիարժեք եք զգում։ Ծայրահեղություն 100%-ով ես ինձ ոչ միայն մայր, ես ասում եմ, չէ՞ մայր, ես հիմա ինձ որպես կին եմ զգում, որ ով սիրում է, ում հետևից գալիս են, ում սպասում են ու չեմ թաքուն հանդիպում, այլ ամուսինս է եկել հետևիցս։ Զենֆիրա, շատ ոգեշնչող է ձեր պատմությունը, եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ եկաք։ Ես որ հիմա կներեք խոսքները կտրեմ, երբ որ հիմա հանդիպում եմ Instagram-ում, ասենք դեպքերի, որ կամ պատմություններ է լինում, կանայք ասում են, ինչ խորհուրդ կտակ, որ երկրորդ անգամ ասում եմ երեխեք, ես 4 երեխու հետ մարդի եմ գնացել։
Նենց որ հանգիստ դուք ձեր երկուսով կգնաք։ Մենակ գտեք ձեզ արժանի, մենակ ձեզ շատ սիրեք։ Եթե դուք ձեզ սիրեք, ձեր դիմացինը հաստատ սիրելու է։ Եթե դուք ձեզ գնահատեք, ձեզ արժևորեք, ձեր դիմացինը հաստատ ձեզ հետ հաշիվ նստելու է։ Ոչինչ չունեմ ավելացնելու, Զենֆիրա, որովհետև ձեր ամեն ասած խոսքի հետ համաձայն եմ։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ շատ կանանց հաստատ կոգեշնչի ձեր պատմությունը, որովհետև կարելի է դժվարությունները հաղթահարել եւ դրանից հետո ապրել եւ չկոտրվել։ Սիրելի հետևորդներ, սա Տաբու ոդքասթի հերթական թողարկումն էր եւ եթե ձեզ դուր են գալիս մեր թողարկումները, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, ինչպես նաեւ միանալ մեր սոցիալական էջերին։ Ես Աննան եմ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Մեր գործընկերն է Կինեա Գինին։ Այն ունի ոչ միայն հրաշալի համ, այլև հոգի։ Համտեսիր Կինեան։ Սկա գինու հոգի։